Ընտրել եմ Face House-ը, քանի որ շատ լսել եմ Face House-ի մասին, հատկապես շատ լսել եմ մեր շատ սիրելի տեղային ձևավորման ուսուցչի ընկեր Հազնիկից։ Շեյներով կարող եմ նստել այդ ձևավորումով զբաղվել, իսկ ընտանի մասնագետի դիզայներ, ու քանի որ կապում էր մեկը մյուսի հետ, այդպես քրերով քննարկած։ Նկարել սիրում եմ, նկարել կարող եմ նկարել, եթե չուզեմ եմ նկարել, Աշխատասիրությունը ամենակարևորը, նորությունների հետևից վազելու, թե հնարավորություն, թե ցտում, պետք է անընդհատ հետևի նորություններին, պետք է անընդհատ աշխատել իր վրա, որպեսզի կարողանա ամեն ինչ հասնել։ Նախ առաջին հեշտին ժամանակի պահանջն է, քանի որ հիմա մեր մանավանդ շատ մոդայիկ է, դիզայնի այդ արվեստը, գեղեցիկ սեղան պատրաստելու կարողությունը եւ հետո կնոջ համար միշտ գեղեցիկ իմանալը երևի պարտադիր պայման է։ Ու եթե կարողանում եք սեղան թեկուզ տան համար, իսկ տան սեղանը ներկայացնել պատշաճով, իհարկե հաճելի է։ Տղաները ես կարող են զբաղվել, օրինակներ կան, ունեմ տարբեր տարիքի տղաներ, տղամարդիկ, որոնք մեծ հաճույքով գալիս են, մասնակցում են ու աշխատանքի դեպքում ամեն ինչ ստացվում է։ Ամենակարևորը համբերատարությունն է, քանի որ շփվում ես շատ տարբեր մարդկանց հետ, մանավանդ աշխատելը շատ դժվար է, պիտի ունենաս շատ մեծ համբերատարություն, որպեսզի կարողանաս բոլորին ուզում հասկանալ, բոլորին այնպես անել, որ քո առական սիրեն, հաճույքով մասնակցեն դասերին։ Իհարկե կարող աշխատել, մանավանդ հիմա տեսնում շատ ընդունված է սեղանի դիզայների մասնագիտությունը, մեծ մասամբ կայսենարակացված հողում են աշխատելու նպատակով, քանի որ ռեստորանները առաջարկում են նմանատիպ աշխատանք ու թեկուզ հենց իրենց տան համար է։ Եթե գեղեցիկ է ամեն ինչ մատուցված, ուրեմն աչքի համար հաճելի է, ամեն ինչը գեղեցիկ է։ Իսկ աշխատանքի առումով, եթե ուզում են իհարկե կարող են աշխատել մեծ կարծիքների։ Ես հաճախել եմ Face House կենտրոն սեղանի ձևավորման դասընթացների։ Մինչ դասընթացներ հաճախելը չունեի ոչ մի աշխատանք, տնային տնտեսուհի էի։ Ի շնորհիվ դասընթացների ունեցա բազմաթիվ առաջարկներ, այժմ մասնավոր հանդիսությունների համար պատրաստում եմ փոշետի սեղաններ։ Շատ տպավորվեցին սեղանի ձևավորման դասընթացները, քանի որ շատ գեղեցիկ կերպով էին անցկացվում եւ ամեն անգամ տարբեր նորություններ պատրաստելուց հաճույք ենք ստանում եւ ցանկանում ավելի ու ավելի նոր բաներ սովորել։